Ինչպես բուժել լյարդը դդմի մեղրի օգնությամբ։ Վաղաժամ ծերացումից խուսափելու եւ առողջությունը պահպանելու համար հարկավոր է հոգ տանել օրգանիզմի մասին։ Տարատեսակ բնական հյութերը, թուրմերն ու ժողովրդական բաղադրատոմսերը կարող են անչափ օգտակար լինել առողջության համար։ Օրինակ, լյարդի առողջությունը վերականգնելու համար շատ արդյունավետ միջոց է դդմի մեղրը, որը խորհուրդ է տրվում խմել օրական 4 անգամ ուտելուց 40 րոպե առաջ։ Սակայն պետք չէ սպասել, որ լյարդի վիճակը կբարելավի բուժումը սկսելու հենց հաջորդ օրը։ Հարկավոր է համբերատար լինել եւ առանց բաց թողումների ընդունել մեղրը բավական երկար ժամանակ։ Բուժումը խորհուրդ է տրվում սկսել մեղրի փոքր չափաբաժիններից եւ աստիճանաբար մեծացնել դրանք, հնարավորության դեպքում մինչեւ 1 բաժակ մեղր։ Բուժման կուրսը տևում է 1 ամիս, որից հետո անհրաժեշտ է անել 1 շաբաթ տևողությամբ դադար եւ կրկնել կուրսը։ Ինչպես պատրաստել դդմի մեղր։ Դդմի մեղր պատրաստելու համար նախ հարկավոր է վերցնել դդում, կտրել դրա վերին հատվածը եւ հեռացնել սերմերը։ Այնուհետև այն ամբողջությամբ լցնել շաքարավազով, ծածկել կտրված վերին հատվածը եւ դնել փոքրիկ կոնքի մեջ։ Դդումը պետք է մնա տարայի մեջ այնքան ժամանակ, մինչեւ դրա կեղևը փափկի, որից հետո դրա պարունակությունը հարկավոր է լցնել տարայի մեջ։ Ստացված խառնուրդն անհրաժեշտ է պահել միայն սառնարանում։ Այս ըմպելիքը ոչ միայն բարելավում է առողջական վիճակը, այլև էներգիա ու տոնուս է հաղորդում։ Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է շաքարավազի փոխարեն դդմի մեջ բնական մեղր լցնել։ Այս մեթոդով բուժվելու համար հարկավոր է վերցնել փոքրիկ դդում, կտրել վերին հատվածը, գդալով մաքրել միջուկը, այնուհետև ստացված անոթի մեջ մեղր լցնել։ Ծածկել վերին հատվածով, ամուր կապել եւ 10 օր պահել մութ, բայց տաք վայրում։ Թրմելուց հետո հարկավոր է ստացված մեղրը լցնել տարայի մեջ ու պահել սառնարանում։ Ստացված թուրմն անհրաժեշտ է ընդունել ուտելուց առաջ 1 ճաշի գդալ։ Բուժման կուրսը տևում է 20 օր։ Նյութի տեքստային տարբերակը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Առողջություն ձեզ։